այս հուշագրի այսպես կազմությանը էապես մասնակցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որովհետև ամեն տեղ, որտեղ հայտնվում է, լինի դա, չգիտեմ, բուժ հաստատություն, հրապարակ, թե փողոց, բոլորը ցանկանում են տեսնել միասնություն եւ ամենակարևորը բոլորին խիստ մտահոգում է այն փոխհրաձգությունը, որը տեղի է ունենում ընդդիմադիր այսպես կուսակցությունների միջև։ Այսինքն սա նաև ժողովրդի ձայնն էր, որովհետև իսկապես բավական մտածել ենք կազմել այս հուշագիրը, ներկայացնել, թե ոչ, գիտեք նաև, որ շատ դա ժողովրդի հավաքական պահանջն էր, փողոցում ամեն տեղ, ինչպես նշեցի, քաղաքացիները մոտենում են, լավ միասնական դաշինք չստեղծվեց, բայց ինչքան կարելի է իրար քննադատել, եւ երկրորդը, գիտեք, այդ կասկածամտության շատ թանձր մառախուղը, որ արկա է, բոլորը մեկը մյուսին կասկածում են, սկսում են խոսել ինչ-որ կապերի մեջ, վերադարձել են այն բավական անհեթեթ խոսույթին, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, թեև առջևում նոր ընտրություններ են եւ իրականում հրատապը այն է, թե հաջորդ իշխանությունը ով է լինելու կամ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է եւ ինչպես է հեռանալու, ձայների ինչ հարաբերակցությամբ եւ ինչպես է տեղի ունենալու։ Այսինքն այս հուշագիրը հասարակական կարծիքի դրսևորումներից մեկն է եւ դրա համար այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, նշելով, որ շատ կուսակցություններ մինչ այս պահը խոսում էին, որ իրենք բանակցություններ են վարում, բայց փաստը մնում է փաստ, որ ընդհանուր փաստաթուղթ եւ այսպես ընդհանուր կամք դեռևս չի ձևավորվել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին սպասում է այդ ընդհանուր կամքի ձևավորման։ Ուստի առաջարկում ենք հուշագրի հետեւյալ նախագիծը։ 2022 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կներեք 26 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մասնակից ընդդիմադիր ուժերը պայմանավորվում են։ Առաջին նախընտրական պայքարի ընթացքում բացառում ենք ընդդիմադիր ուժերի որևէ պառակտում միմյանց հանդեպ հակաքարոզչության իրականացում։ Երկրորդ ընտրությունների արդյունքում ընտրական շեմը հաղթահարած քաղաքական միավորները չեն ընդգրկվի այն կոալիցիայի կազմում, որտեղ ներկայացված կլինի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այլ ԱԺ ընդդիմադիր ուժերի հետ կընդգրկվեն ՔՊ ընդդիմադիր կոալիցիայի կազմում։ Երրորդ միասնաբար իրականացնել ընտրական գործընթացի վերահսկողությունը, փոխադարձաբար ապահովելով բոլոր ընտրական տեղամասերից ստացված ամփոփիչ արձանագրությունների հավաքումը։ Եվ չորրորդ հետընտրական հնարավոր բողոքարկումների առկայության դեպքում իրականացնել միասնական համակարգված գործողություններ։ Այսինքն ունենք այս 4 կետերը եւ ուղարկելու ենք այս ասուլիսից հետո նախագիծը բոլոր կուսակցություններին, ընդ որում նաև այն կուսակցություններին, որոնք կամ չեն հայտարարել իրենց մասնակցության մասին ազգային ժողովի 26 թվականի ընտրություններին, այլ բոլորին, որովհետև եթե անգամ քաղաքական ուժը չի մասնակցում ընտրություններին, միևնույն է, ինքը եթե քաղաքական ուժ է եւ կուսակցություն է, ինքը պարտավոր է կողմնորոշել ընտրողների այն հատվածին, որը իրեն վստահում է։ Այսինքն ոչ ոք պետք է այս ընտրություններին անտարբեր չլինի եւ իր քաղաքական դիրքորոշումը ամրակայի։ Այո, շատ խոսք է գնացել չէ այն մասին, որ փոքր կուսակցությունների առանձին մասնակցությունը կարող է տրոհել ձայները եւ փաստորեն այդ ձայները, ինչպես մեր ընտրական օրենսգրքով է սահմանված, կարող են փաստորեն գնալ իշխանական կուսակցության օգտին, եթե դրանք մանրատվում են, նման փորձ փաստորեն մի քանի անգամ կիրառվել է, վերջինը Էջմիածնի ընտրություններում է, բայց միևնույն է կուսակցությունները փոքր լինեն, մեծ թե միջին, նրանք պարտավոր են իրենց դիրքորոշումը այսպես հստակ ձևակերպել։ Եվ կարծում ենք այս առաջին կետը, որը արդեն կարդացի, նախընտրական պայքարի ընթացքում ընդդիմադիր դաշտը չպառակտել եւ միմյանց հանդեպ քաղաքականություն չիրականացնել, ասեմ, որ եկել է հենց նաեւ այդ ընդդիմադիր դաշտի կուսակցություններից այդ առաջարկությունը եւ մենք այն ներառել ենք։ Այսինքն ունենք մոտավորապես մի 10 օր ժամանակ կուսակցություններին քննարկելու, հույս ունենք, որ դա լայն արձագանք կգտնի եւ իսկապես կմիավորի Հայաստանի Հանրապետության ընտրողին այս գոյաբանական
իրականում դաժան ընտրություններին առաջ, այո, 26 թվականի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար գոյաբանական արժեք ունեն։ Մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության քարտեզը ամեն անգամ փոքրացող, երեկ էլ նայում էի Նիկոլ Փաշինյանի գլխին դարձյալ մի ինչ-որ քարտեզ էր ամրացված, որտեղ Սևանի Գեղարքունիքի տարածաշրջանում անհասկանալի գծանշում կար Սյունիքում, իսկ մենք գիտենք այդ քարտեզը առկա է, դա պաշտոնական է, հիմա ինչ էր նշանակում, գիտենք, որ Ադրբեջանը հայտարարել է, որ սահմանագծում սահմանազատում ինքը պատրաստվում է իրականացնել Գեղարքունիքում եւ Սյունիքում եւ ծագում են առերևույթ հիմնավոր կասկածներ, որ մեզ դարձյալ դրդում են ինչ-որ նոր տարածքային զիջումների, այս անգամ սահմանագծում սահմանազատում անվան ներքո, ուստի այս իրադրության մեջ Հայաստանի Հանրապետության ընտրողը պահանջում է իսկապես միասնություն, գոնե գաղափարների եւ, ինչպես նշեցինք, միմյանց հանդեպ այդ հակաքարոզչության բացառման առումով։